We wake up this morning to more charges against strong Armenia. Այս առավոտ մենք արթնացանք ուժեղ Հայաստանի դեմ ուղղված նոր մեղադրանքների հերթական ալիքով։ Մեղադրանքներ, որոնք հենց առաջին հայացքից էլ լիովին շինծու են թվում։ Ինչ է մնում անել, երբ Արևմուտքն ի վերջո կարթնանա եւ կտեսնի իրավունքի գերակայության բացարձակ մերժումը, որն իրականացվում է Փաշինյանի եւ նրա թիմի կողմից։ Who continue to instrumentalize the courts. Նրանք շարունակում են դատարանները վերածել քաղաքական գործիքի, ուժեղ Հայաստանի ձեռքերը կապելու համար, քանի որ հստակ գիտեն, տանուլ են տալու։ Եկեք հստակ արձանագրենք, նրանք սահմանափակեցին հենց սկզբից, երբ պարոն Կարապետյանին զրկեցին փաստացի նախընտրական արշավ իրականացնելու հնարավորությունից, նա փակված է իր տանը։ We have a series of charges. Բացի այդ, մեզ ներկայացված է մեղադրանքների մի ամբողջ շարք, որում տեղ գտած պնդումները պարզապես աբսուրդային են ու ապշեցուցիչ, եւ մարդիկ ի խախտում են 5-րդ հոդվածի կալանքում են պահվում բացարձակապես անհիմն։ Նրանցից եւ ոչ մեկը երդվյալ հանցագործ չէ, որպեսզի փախուստի դիմելու վտանգ ներկայացնի։ So what is to be done, to quote the title of a book by a friend of mine? Այսպիսով, ինչ անել, եթե մեջ բերենք իմ ընկերոջ գրքի վերնագիրը։ Մենք պետք է իմի բերենք այս բոլոր գործողությունները, փոխանցենք դրանք Եվրամիությանը եւ ասենք Եվրոպական միությանը. ահա թե ինչի համար եք դուք վճարում, ահա թե ուր է գնում ձեր 50 միլիոն եվրոն։ Մի ընտրություն, որտեղ Փաշինյանն օգտագործում է պետական բոլոր ռեսուրսները, փորձելով պահել իր իշխանությունը, որովհետեւ հենց դա է այն, ինչ դուք Եվրոպական միությունը ցանկանում եք։ Մոռացեք հայ ժողովրդի շահերը, մոռացեք հայ ժողովրդի ապագան, մոռացեք Արցախից տեղահանվածներին, թույլ տվեք, որ հանձնվելը թարգմանվի որպես խաղաղություն, ըստ էության հրաժարվեք հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի վրա Հայաստանի ինքնիշխանությունից, խզեք կապերը հին բարեկամների հետ, անցում կատարեք Հայաստանի համար միանգամայն անհայտ մի տիրույթ եւ անտեսեք, ոտնահարեք կոպենհագենյան չափանիշները, թույլ տալով պետությանը միջամտել եկեղեցու գործերին, զրկելով ազատ խոսքի իրավունքից, թույլ տալով, որ կառավարությունը մոլուցքով մեղադրանքներ առաջադրի ու հալածի ինդիմությանն ու լրագրողներին։ For Armenia and defy the Copenhagen criteria by allowing the state to interfere in the church, by denying the right to free speech, by allowing a government to rapaciously indict and harass opposition and journalists. This is what the EU is trying. Ահա թե ինչ է Եվրամիությունը փորձում վաճառել Հայաստանին, եւ մենք բոլորս հույս ունենք, որ ինչ որ պահի տեղի կունենա Եվրամիությանն անդամակցությունը։ Այդ անդամակցությունը պետք է կանա ոչ թե որպես զրոյական գումարով խաղ, այլ որպես խելամիտ, ուժեղ Հայաստանի որոշում, անցում կատարելու բազմաբևեռ արտաքին քաղաքականության։ Foreign policy. Շնորհակալություն։